Առաջին լրատվականի հիմնական թողարկումն է եթերում, բարև ձեզ, օրվա գլխավոր թեմաները նախ համառոտ։ Իմ հորդորն է դադարեցրեք հացադուլը եւ սկսենք աշխատել, նախագահ Սարգսյանը պատասխանել է Ռաֆի Հովհաննիսյանի նամակին։ Փոթորիկ Վրաստանում ուժեղ քամին հանգստյան օրերին կաթվածահար է արել կյանքը Թբիլիսիում, այստեղ հաշվում են վնասները, մեզ մոտ քամին պոկել է Հայաստան մարզադահլիճի տանիքը։ Փրկողակ կղզի պետության համար Կիպրոսը միջազգային վարկատուներից 10 միլիարդ եվրո կստանա, երկրի տնտեսական փլուզումը կանխվել է։ Բերեզովսկու մահվան իրական պատճառը նախկին միլիարդատիրոջը թունավորելու կամ նրա ինքնասպանության վարկածը ապացուցող որևէ ծանրակշիռ ապացույց չկա, Լոնդոնում հետաքննությունը շարունակվում է։ Լոնդոն աշխարհի շախմատի չեմպիոնի հավակնորդների մրցաշար, 9-րդ տուրում Լևոն Արոնյանը մենամարտում է Բորիս Գելֆանդի հետ, հայկական շախմատի առաջատարը խաղում է սևերով։ Հայերի շախմատային տաղանդի գաղտնիքը փորձել է բացահայտել Ալ Ջազիրան, շախմատային Հայաստանը միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի էջերին։ Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր 9-րդ տուրն է։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը խաղում է Բորիս Գելֆանդի հետ, որին պարտության էր մատնել առաջին շրջանում։ Այս անգամ Արոնյանը սևերով է խաղում։ Հիշեցնեմ, որ մեր շախմատիստը նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ 5.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող Վլադիմիր Կրամնիկը ունի 4.5 միավոր։ Այս պահին Լևոնի պարտիան շարունակվում է եւ մենք մրցաշարի մասին անդրադարձ կունենանք նաեւ մեր թողարկման ավարտին։ Նախագահ Սարգսյանը պատասխանել է Ժառանգություն կուսակցության ղեկավար Ռաֆի Հովհաննիսյանի նամակին։ Պետության ղեկավարի գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն Սերժ Սարգսյանը հորդորել է Ռաֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը եւ սկսել աշխատել։ Ահա թե ինչ է ասված նախագահ Սարգսյանի Ժառանգության առաջնորդին ուղղված գրության մեջ։ Հարգելի պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ մեր հանդիպան ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու եւ ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար։ Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն այդուհանդերձ կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար։ Ինձ ուրախացնում է, որ դուք ունեք նաեւ ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն եւ այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են։ Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք։ Իմ հորդորն է ձեզ, դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, 1-2 օր կազդուրվեք եւ մենք միասին թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել, անգամ հիմք ընդունելով հենց ձեր կողմից առաջարկված այս պահին թեկուզ շատ հումբ շարադրանքը։ Հարգանքով Սերժ Սարգսյան։ Նախագահ Սարգսյանի ուղարկած նամակի արձագանքը իրեն ուշացնել չի տվել Ազատության հրապարակում հացադուլը շարունակող Ռաֆի Հովհաննիսյանը առանց մանրամասնելու թե ինչ է պատրաստվում պատասխանել նախագահականի ստացված նամակին, միայն տեղեկացրել է, որ պատասխան կլինի եւ այն կլինի վաղը։ Ես վաղը գրավոր կպատասխանեմ պարոն Սարգսյանին։ Ողջունեք մայրիկիս, բարև մայրմա։ Վաղը պարոն Սարգսյանին գրավոր կպատասխանեմ, չորեքշաբթի օրը ժամը 12-ին ես լրատվամիջոցների բոլոր հարցերի կպատասխանեմ այդ եւ հարակից այլ թեմաների վերաբերյալ։ Առայժմ այդ կանը։ Այսօր լրացավ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 6-րդ տարելիցը, հականավոր պետական քաղաքական գործչի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նրա գործընկերները, մտերիմներն ու հարազատները։ Առավոտյան երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ Կոմիտասի անվան Պանթեոն է այցելել նաև նախագահ Սերժ Սարգսյանը սպիտակ մեխակներ խոնարհել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին։ Անդրանիկ Մարգարյանի դերը անուրանալի է մեր երկրի պետականության կայացման գործում եւ անկախության համար պայքարում։ Գործընկերները այսօր նրա մասին խոսելիս ընդգծել են Անդրանիկ Մարգարյանի ճկուն միտքը, լայնախոհությունը, կոռեկտությունը եւ բարությունը։ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը նշանավորում են ոչ միայն նրա շիրմաքարը, կիսանդրին ու խոնարհված բազմաթիվ ծաղիկները, հիշողություններն են նաև շատ։ Նրա կորստի համընդհանուր զգացումն արդեն 6-րդ անգամ է Կոմիտասի Պանթեոն բերում բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների ու պարզապես քաղաքացիների։ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության կաբինետում Դավիթ Հարությունյանն արդարադատության նախարարն էր։ Հիշում է վարչապետը լայնախոհ ու ճկուն էր, ինչն ակնհայտ էր հատկապես բանավեճերի ժամանակ։ Կարողանալ ընդունել սեփական սխալը անմիջապես որդեգրել որպես սեփական ավելի ճիշտ դիրքորոշումը եւ անցնել առաջ եւ դառնալ նորից ավանգարդում
այդ նոր ավելի ճիշտ ուղղառումով ես կարծում եմ սա խոսում է եւ լայնախոհության եւ ճկունության մասին։ Անդրանիկ Մարգարյանի շիրմին այցելեցին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ բարձրաստիճան անձինք։ Հոգեհանգստյան կարգից հետո Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին նրանք ծաղիկներ դրեցին։ Անդրանիկ Մարգարյանի հետ գործնական ու անձնական շփումներ ունեցած գործիչները հատկապես նշում են նրա անունացորդ նվիրումը հայրենիքին ու ժողովրդին։ Նրա ամրագրած գաղափարներն այսօր էլ առաջնորդում են հանրապետականին։ Անդրանիկ Մարգարյանի հավատամքն էր ոչ թե խոսքով, այլ գործով հայրենիքին ծառայելը։ Նա այն քաղաքական ու պետական գործիչն էր, որն ապացուցեց համերաշխությունը, հանդուրժողականությունը, բարությունն ու սերը նաև քաղաքական կատեգորիաներ են։ Անդրանիկ Մարգարյանի ոչ գործունեությամբ ապացուցեց, որ ինքը գաղափարի մարտիկ է, որ ինքը ուսուցիչ է մեր սերնդի համար, կոնկրետ ինձ համար նաև, իմ ընկերների եւ ամենակարևորը քաղաքականության մեջ առաջնորդվում էր կոռեկտությամբ եւ մարդասիրությամբ։ Գործընկերների բնորոշմամբ Անդրանիկ Մարգարյանը ներքաղաքական դաշտը հավասարակշռող ուժ էր, որի համար անընդունելի եւ մերժելի էր անազնիվ կեղծ գործելավոճը։ Տիգրան Դավթյանն Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ էր ստանձնել առևտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարի պաշտոնը։ Նախկին վարչապետի մասին խոսելիս նախ ընդգծում են նրա մարդկային արժանինքները։ Պահանջգոտ ղեկավար էր, բայց միևնույն ժամանակ նաև կաշկանդող ղեկավար չէր եւ ինքը թողնում էր, որ դու կարողանայիր ինքնադրսևորվեիր, լինեիր բավականին ինքնուրույն եւ աշխատեիր, ինչու՞ չէ սխալվեիր եւ ուղղեիր ինքդ քո սխալները։ Կառավարության նախկին ղեկավարը սիրում էր, երբ խնդիրներին համալիր լուծումներ էին տրվում, այդպես էլ պահանջում էր իրականացնել։ Քաղաքաշինության ոլորտը նախկին վարչապետի ուշադրությունից երբեք չէր վրիպում։ Շուրջ 500 դպրոց, մանկապարտեզ եւ այլ օբյեկտներ վերանորոգեցինք, բնականաբար հիշողությունները ամենատարբեր են։ Երբ որ զայրանում էր, մի փոքր անց նա արդեն այդ զայրույթը անցնում էր եւ բնականաբար նաեւ պահանջում էր այն ինչ որ մեր առջեւ դրված է։ Գործընկերները հիշում, պատմում, բայց եւ հավելում են, որքան էլ հիմա խոսենք, միևնույնն է պետականության կայացման գործում եւ անկախության համար պայքարում Անդրանիկ Մարգարյանի դերի ու գործնեության մասին ճշգրիտ գնահատականն ու կշիռը ժամանակն են ընդգծելու։ Մայա Խաչատրյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Այսօր Գառնիում տեղակայված երկրաֆիզիկական դիտարանն այցելել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Դեռևս խորհրդային տարիների այս կառույցը համարվում է աշխարհի եզակի երկրաֆիզիկական դիտարաններից մեկը սեյսմիկ ռիսկի գնահատման, իրավիճակի վերլուծության, ընդհանրապես սեյսմիկ պաշտպանության ապահովման առումով։ Կայանը գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին եւ ուժի եւ ուժեղ երկրաշարժերը, միաժամանակ գրանցում է նաեւ միջուկային գաղտնի պայթեցումները։ Կառավարության որոշմամբ դիտարանը Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգից 2012 թվականին անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Շրջայցից հետո Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ մշակվել է այն վերագործարկելու եւ վերազինելու ծրագիր։ Արթուր Բաղդասարյանն էլ ընդգծել է, որ վերջին 2 տարվա ընթացքում սեյսմիկ անվտանգության ոլորտում ձեռնարկված քայլերը մեր երկրում շոշափելի են եւ որ այս ոլորտում հայ մասնագետները համագործակցում են ռուս, ամերիկացի, նաեւ եվրոպացի գործընկերների հետ։ Այսօր Եվրոպական միության բոլոր գործիքները Հայաստանի համար հասանելի են։ Դա նշանակում է 31 ուղղություններով մենք հնարավորություն ունենք լուրջ ֆինանսական ռեսուրսներ, տեխնիկական աջակցության գործիքներ բերել, բայց մեզ նաև պետք են ծրագրեր, սա պետք է մենք ցույց տանք։ Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում 150 դիտացանցեր կան տեղադրված եւ ամբողջ ինֆորմացիան այսօր գալու է եւ ճգնաժամային կառավարման կենտրոն, այստեղ վերաներողելուց հետո եւ այստեղ կլինի։ Մայրաքաղաքում 3 ուժեղ քամին մի քանի արտակարգ իրավիճակների պատճառ է դարձել, հիմնականում ահազանգեր են հնչել, որ քամին թռցրել է տանիքների թիթեղածած կերը։ Մեծ վնաս է կրել Հայաստան մարզական միության շենքի տանիքը, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Եթե տանիքը շուտափույթ չնորոգվի, վտանգված է մարզադահլիճի վազքուղին։ Հողմաքամին 3 փոկել է թեթև ատլետիկայի մարզական կենտրոնի տանիքը։ Տուժածներ չկան, այդ պահին էլ մարզադաշտում մի քանի մարզիկ է եղել։ Քամին փոկել է տանիքի մետաղյա թիթեղներն ու փայտյա ամրակները, օդ բարձրացրել ու հետո գցել բացօթյա մարզադաշտի վրա։ Կիսակախված է եղել, ահազանգել ենք արտակարգ իրավիճակների նախարարություն, կենտրոնի թիվ 8 հրշեջ ծառայությունից եկել են ու վտանգը վերացրել են։ Անհրաժեշտ տեխնիկայով մետաղյա թիթեղների կախված մասը կտրելուց հետո փրկարարները վնասված ամբողջ մասը թողել են մարզադաշտում։ Վնասված տանիքի ընդհանուր մակերեսը 670 քառակուսի մետր է։ Վերջին անգամ քամին շենքի տանիքը վնասել էր 3 տարի առաջ։ Մանեժը վերանորոգվել է Հայաստան համահայկական հիմնադրամի
միջոցների հաշվին 2005 թվականին։ Նման դեպք տեղի է ունեցել նաև 2010 թվականին, այն ժամանակ վնասվել է մոտ 250 մետր քառակուսի։ Հիմա մարզասրահում մարզվում է 4 դպրոցի մոտ 600 երիտասարդ մարզիկ։ Տանիքի նորոգումը հետաձգվելու դեպքում կվնասվի մարզադահլիճի վազքուղին։ Դրսում մարզումները դադարեցված են, իսկ մարզադահլիճում շարունակվում։ Սմբատ Պետրոսյանը հույս ունի, որ առաջիկայում խնդրին լուծում կտրվի եւ մարզիկները կկարողանան շարունակել պարապմունքները։ Տանիքն էլ կրկին ու հնարավորինս շուտ կնորոգվի։ Տիգրան Դանիելյան, Կարեն Գրիգորյան, Առաջին լրատվական։ Իսկ հարևան Վրաստանում հաշվում են հանգստյան օրերին գրանցված ուժգին փոթորքի վնասները։ Ավելի քան 100,000 բնակիչ քամու պատճառով մնացել է առանց էլեկտրաէներգիայի, կան զոհեր, Բաթումում ջրով ողողվել են մի շարք կենտրոնական փողոցներ եւ օդանավակայանին հարակից տարածքը։ Մայրաքաղաք Թբիլիսիում քամուց պոկվել են տասնյակ շինությունների տանիքներ, արմատախիլ են եղել ծառեր։ Փոթորիկը վնասել է նաև վրացական Ուրեկի բնակավայրի ափամերձ գոտին, ուժեղ քամին ոչնչացրել է գլխավոր ափապաշտպան շինությունը, քանդվել են նաև բոլոր ժամանակավոր շինությունները։ Վրաստանի իշխանությունները օպերատիվ շտաբ են ստեղծել աղետի հետևանքները վերացնելու համար։ Մեծ Բրիտանիայում շարունակվում է ռուսաստանցի նախկին միլիարդատեր եւ այդ երկրի անվտանգության խորհրդի նախկին անդամ Բորիս Բերեզովսկու մահվան հանգամանքների հետաքննությունը։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ Միացյալ Թագավորության մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Բերեզովսկու տանը չի հայտնաբերվել նրան թունավորելու կամ ինքնասպանության վարկածը ապացուցող որևէ ծանրակշիռ ապացույց։ Միաժամանակ իրավապահները նշել են, որ շարունակելու են որոնումները եւ հետաքննությունը մինչեւ չպարզվի Բերեզովսկու մահվան իրական պատճառը։ 1990-ական թվականներին Ռուսաստանի ամենահարուստ մարդը համարվող եւ Դաշնության նախկին նախագահ Բորիս Ելցինի ամենամերձավոր դաշնակիցներից մեկը Բորիս Բերեզովսկին մահացել է մարտի 22-ին, սակայն դրա մասին նրա մերձավորները տեղեկացրել են հաջորդ օրը։ Անմիջապես շրջանառվել է ինքնասպանության մասին վարկածը, նրա հարազատները նշել են, որ մինչեւ մահվան օրը Բերեզովսկին եղել է ծանր եւ ընկճված հոգեվիճակում։ Մի քանի շաբաթ առաջ նա դատարանում տանուլ է տվել այլ ռուսաստանցի մեծահարուստ անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի դեմ դատական գործը։ Գործի տապալումը նրա վրա արժեցել է մոտ $10 միլիոն, իսկ դատարանում նա Աբրամովիչին մեղադրել է իր ունեցվածքը շանտաժով էժան գնով ձեռք բերելու փորձի համար։ Բորիս Բերեզովսկին Մեծ Բրիտանիայի տեղափոխվել Ռուսաստանի իշխանության հետ ունեցած խնդիրների պատճառով Միացյալ Թագավորությունը նրան շնորհել էր քաղաքական ապաստան։ Փրկողակ Կիպրոսի համար կղզի պետության տնտեսական փլուզումը կանխված է, միջազգային վարկատուները 10 միլիարդ եվրո են խոստացել։ Հեղաշրջում Կենտրոնական Աֆրիկայում այստեղ նախագահի աթոռին տիրացել է ցեղախմբերից մեկի առաջնորդը։ Սիրիայում հրաժարական է ներկայացրել ընդդիմության առաջնորդը։ Այս եւ միջազգային այլ իրադարձությունների մասին մեկ տեսաշարով պատմում է Դավիթ Մուրադյանը։ Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մուազ Ալ-Խատիբը հրաժարական է ներկայացրել։ Պատճառը կոալիցիայի այլ անդամների եւ դրա օտարերկրյա հովանավորների հետ հակասություններն են։ Ալ-Խատիբը եղել է պաշտոնական Դամասկոսի հետ բռնության անհապաղ դադարեցման ուղղված բանակցության մեկնարկի կողմնակիցը։ Ալ-Խատիբի հետ ընդդիմադիր կոալիցիայից դուրս է եկել եւս 12 գործիչ։ Ստվերային կառավարության նոր ղեկավար է ընտրվել Ղասան Հիտոն, որը հայտարարել է, թե կոալիցիայի նպատակը պետք է լինի ոչ թե Բաշար Ասադի հետ բանակցելը, այլ նրան տապալելը։ Միաժամանակ զինյալները հայտնել են, որ Դեր Էզ-Զորում վիրավորվել է այսպես կոչված ազատ բանակի առաջնորդներից մեկը։ Ըստ միջազգային լրատվամիջոցների նա երթևեկելիս է եղել թուրքական համարանիշով մեքենայով, երբ գործի է դրվել մեքենայի մեջ տեղադրված ռումբը։ Առաջնորդի դեմ մահափորձից հետո զինյալ խմբավորումը հայտարարել է, թե չի ճանաչում նորանշանակ ստվերային կառավարությունը իդեմս Ղասան Հիտոյի։ Իսկ Մոսկվայում Սիրիայի դեսպանատունը կտրականապես հերքել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի սպանության լուրը, տեղեկությունը համարելով հերյուրանք։ Շաբաթ օրվանից միջազգային լրատվամիջոցները տիրաժավորել են իսրայելական մի քանի կայքերի տեղեկությունը, թե Բաշար Ասադի վրա իբր կրակել է նրա իրանցի թիկնապահը եւ Սիրիայի նախագահն այժմ հիվանդանոցում ծանր վիճակում է։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին սկսել է Պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցության վերականգնման ուղղված աշխատանքը։ Sky Arabia հեռուստաընկերության տվյալով առաջիկա հանդիպումը նախատեսվում է հրավիրել Միացյալ Նահանգների, Իսրայելի, Պաղեստինի եւ Հորդանանի պաշտոնյաների միջև։ Հորդանանի կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել լրատվամիջոցի տեղեկությունը։ Ըստ Sky Arabia-ի առաջիկա ծավալուն հանդիպումը նախատեսվում է ապրիլին կամ մայիսին։ Կիպրոսի կառավարությունը վերջապես ստացել է միջազգային վարկատուների համաձայնությունը։ Շուտով երկրի տնտեսության մեջ ներդրվելու է 10 միլիարդ եվրո, ինչն օգնելու է խուսափել տնտեսական փլուզումից։ Դրա դիմաց Կիպրոսի իշխանությունը համաձայնել է վերակազմավորել երկրի երկրորդ խոշորագույն բանկը։ Դրա պատճառով բազմաթիվ չափահովագրված ներդրողներ եւ ավանդատուներ կորցնելու են իրենց խնայողությունները։
Եվրամիության ներկայացուցիչները նշել են, որ այնուամենայնիվ կորուստները վերաբերելու են միայն 100,000-ից ավելի ներդրում կատարածներին։ Այդ գումարներն ուղղվելու են Կիպրոսի պետական պարտքի կառավարմանը։ 100,000 եվրոյից ցածր ավանդները տեղափոխվելու են Կիպրոսի ազգային բանկ։ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք Բանգուին գրաված Սելեկա ցեղախմբի առաջնորդ Միշել Ջոթոդիան իրեն հռչակել է այդ երկրի նախագահ։ Երկրի նախագահ Ֆրանսուଆ Բոզիզեն կյանքը փրկելու համար փախել է եւ ապաստան գտել հարևան Կոնգոյում։ Սելեկայի առաջնորդը հայտարարել է, թե առայժմ անփոփոխ է թողնելու նաեւ կառավարության կազմի մեծ մասը։ Ջոթոդիան նաև վստահեցրել է, թե իր ղեկավարած զինյալները եւ ուժերը պահպանելու են այս տարվա հունվարին կառավարության հետ կնքած խաղաղության համաձայնագիրը եւ ձգտելու են երկրում անցկացնել արդար եւ ազատ ընտրություններ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում 100,000-ավոր մարդիկ դուրս են եկել փողոց բողոքելու միասեռականներին ամուսնանալու իրավունք տվող օրինագծի ընդունման դեմ։ Ֆրանսիայի ազգային ժողովն արդեն օրինագիծը հավանության է արժանացրել։ Մոտ օրերին այն ներկայացվելու է Սենատի քննարկմանը։ Երկրի տարբեր շրջաններից եւ քաղաքներից ժամանած ավանդական ընտանիքի կողմնակիցները հայտարարել են, թե նոր օրինագիծը կխարխլի հասարակական կյանքի հիմքերը եւ երկրում կսերմանի խաթարված նորմեր։ Սկզբում բողոքի ցույցը խաղաղ ընթացք է ունեցել, սակայն օրվա երկրորդ կեսին այն վերաճել է ոստիկանության բախումների։ Իրավապահները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային եւ Լեռնային Ղարաբաղի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովները գումարել են համատեղ նիստ, փաստաթուղթ ստորագրել մասնագիտական եւ տեխնիկական ռեսուրսների փոխօգնության համաձայնագրում լրացումների մասին, ներկայացրել երկու կառույցների միջև ծավալված արդյունավետ գործակցությունը։ Հանձնաժողովները գործակցում են հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում օրենսդրական բարեփոխումների, եթերային հաղորդումների մշտադիտարկումների մեթոդաբանության շուրջ, ուսումնասիրվում են հեռուստահաղորդումների հաշվառման, գործող հեռուստաընկերությունների եթերի դիտարկման ընթացակարգերն ու վերլուծության ենթակա տվյալների տարբերակները։ Հայաստանյան փորձը ուսումնասիրելով Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը հնարավորություն է ունեցել տեղում բացահայտել եւ վերացնել առկա խնդիրներն ու թերությունները։ Ուսումնասիրությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշակվել եւ հաստատվել է հեռուստարադիոընկերությունների հաշվառման մատյանների վարման կարգերը, որոնց միջոցով կանոնակարգվել եւ բարբերաբար ստուգվել է հեռուստարադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը գործող օրենքին։ Հանձնաժողովները ընտրել են քաղաքականություն, ներդաշնակեցում առաջացնել ինչպես օրենսդրական մոտեցումներում, այնպես էլ կոնկրետ կարգավորումներում։ Հանձնաժողովները սկսած 11 թվականից ակտիվ ձևով փորձել են ներդաշնակեցնել եւ իրենց կողմից ընդունվող կարգավորիչ բոլոր կարգերը եւ մյուս կողմից մեր երկրներում օրենսդրական կարգավորումները։ Գյուղատնտեսության նախարարությունը ահազանգում է, որ ցածրադիր վայրերում ծաղկած ծիրաների տահարման վտանգ կա։ Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվում ծխեցնել այգիները, հատկապես ցրտահարության վտանգը մեծ է առավոտյան ժամը 4-ից 7-ը։ Մասնագետները հորդորում են այգետերերին գիշերն ուշադիր հետևել ջերմաստիճանի տատանումներին եւ անհրաժեշտության դեպքում շարունակել ծխեցնել այգիները։ Գյուղնախարարի հանձնարարությամբ մասնագետների խմբեր են շրջում առավել ցածր ջերմաստիճան գրանցված համայնքներում խորհուրդներ եւ ցուցումներ տալիս այգետերերին։ Իդեպ ըստ որոշ կայքերի Արմավիրի եւ Արարատի մարզերի մի քանի գյուղերում, հատկապես բարձրադիր բնակավայրերում այս գիշեր ծիրաներիները արդեն ցրտահարվել են։ Այսօր 75-ամյակն է նշում արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը, ժամանակակից կոմպոզիտոր, որի գործերը սիրված են եւ որոնք պարբերաբար տեղ են գտնում Հանրապետության անվանի նվագախմբերի եւ երգչախմբերի երգացանկում։ Մարտուն Իսրայելյանը մի քանի տասնյակ ստեղծագործությունների հեղինակ է, ունի սոնատ ջութակի եւ թավջութակի համար, հեղինակ է լարային կվարտետի, դաշնամուրային տրիոյի, դաշնամուրային պիեսների, ունի խմբերգեր, նաեւ սիմֆոնիա։ Մարտուն Իսրայելյանը նաեւ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, նվիրյալ դասախոս, բացառիկ ազնիվ մարդ եւ իսկական պրոֆեսիոնալ իր գործում։ Այսպիսին է Մարտուն Իսրայելյանը իր ուսանողների եւ գործընկերների աչքերով։ Ապրիլի 3-ին տեղի կունենա Մարտուն Իսրայելյանի հոբելենական երեկոն կամերային երաժշտության տանը։ Իսկ այսօր Հոբելյանի արդիվ անվանի կոմպոզիտորին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը, ուղերձում ասված է. Դուք անցել եք ստեղծագործական հետաքրքիր ճանապարհ հարստացնելով հայ դասական երաժշտությունը։ Մեծ է ձեր ավանդը Հայաստանի երաժշտական կյանքի կազմակերպման գործում։ Դուք ունեք նաև մեծ մանկավարժական վաստակ, որ գնահատելի է ոչ միայն ձեր ուսանողների, այլև ողջ արվեստասեր հասարակության համար, գրել է նախագահ Սերժ Սարգսյանը իր շնորհավորական ուղերձում եւ մաղթել Մարտուն Իսրայելյանին առողջություն, երջանկություն եւ հաջողություններ։
Դասական համերգ ի պատիվ Հայաստանի շախմատային հավաքականի եւ նրա առաջատար Լևոն Արոնյանի Եղշե Չարենցի տուն թանգարանում հայդասական երաժշտության կանթեղ անսամբլը հանդես է եկել Կոմիտասյան համերգաշարի 22-րդ համերգով։ Տրիումֆ ռուսական մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինայի հիմնադրած երաժշտական խմբում ընդգրկված են կոնսերվատորիայի երիտասարդ շրջանավարտները։ Անսամբլի նպատակն է հատկապես երիտասարդներին եւ կրտսեր սերնդին հաղորդակից դարձնել հայդասական երաժշտության ակունքներին։ Կանթեղի գլխավոր առանձնահատկությունը երաժշտության եւ գրականության համադրումն է։ Համերգային ելույթներին հնչում են նաեւ ժամանակակից ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր։ Մենք 2010 թվականից Կանթեղ անսամբլը ներկայացնում է Կոմիտասյան համերգաշար, որը բաղկացած է Կոմիտասյան համերգ դասախոսություններից, այսինքն համերգային հատվածները ընդմիջվում են դասախոսությամբ, Կոմիտասի մեներքերի մասին պատմող։ Դրա հիմքում իմ երաժշտագիտական ակնարկն է։ Շախմատային Հայաստանը նաև հեղինակավոր Ալ Ջազիրայի էջերին։ Հայաստանը 30 գրոսմայստերի հայրենիք է, այս երկիրը համաշխարհային 3 օլիմպիադա է շահել, այստեղից է մոլորակի երկրորդ լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, նշում է Ալ Ջազիրան։ Հեղինակավոր պարբերականը անդրադառնում է դպրոցներում շախմատ առարկայի դասավանդմանը, մեր շախմատային հեռուստացրագրերին փորձելով բացահայտել հայերի շախմատային տաղանդի գաղտնիքը։ Լրագրողը պատմել է Երևանի Չարենցի անվան դպրոցի աշակերտուհի Սյուզիի մասին, որն Ալ Ջազիրայի թղթակցին ասել է, թե ցանկանում է նմանվել Լևոն Արոնյանին եւ չեմպիոն դառնալ։ Ալ Ջազիրան մեջբերում է կրթության նախարար Արմեն Աշոտյանի խոսքը, որ շախմատի ուսուցմամբ Հայաստանը ձգտում է մատաղ սերնդի մեջ արմատավորել ստեղծագործ միտքը եւ առաջնորդներին բնորոշ հատկանիշերը։ Նախարարը նշել է, որ կառավարությունը $3 միլիոն է հատկացրել դպրոցներում շախմատային պարագաների եւ ուսուցողական գրականության հատկացմանը։ Շախմատը դպրոցում պարտադիր ուսուցանելու Հայաստանի օրինակին հետևելու են եվրոպական մի շարք երկրներ, նշում է թղթակիցը։ Հոգեբան եւ շախմատասեր Ռուբեն Աղուզումցյանի ղեկավարած խումբը հետազոտում է շախմատի ազդեցությունը երեխաների մտքի վրա։ Մասնագետը նաեւ մանրամասնել է, թե ինչու են իր կարծիքով հայերը շախմատ լավ խաղում։ Հայերը մշտապես ստիպված են խնդիրներ լուծել, հաճախ խնդիրը ոչ թե լավ կամ վատ ապրելու, այլ լինել-չլինելու հարց է եղել։ Շախմատն ինքը խնդիր լուծելու խաղ է, եւ պատահական չէ, որ Հայաստանը հզոր շախմատային երկիր է, ասել է հոգեբանը։ Լրագրողը նշում է, որ շախմատի թեմայով Հայաստանում մեծ թվով գրականություն է լույս տեսնում։ 1972 թվականից հեռարձակվում է Շախմատ 64 հաղորդաշարը, իսկ նախորդ տարվանից նաև շախմատի աշխարհը։ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Աղասի Ինանցը լրագրողին հայտնել է, որ ծրագրի ընթացքում ներկայացվում են շախմատային դասեր, նորություններ, հարցազրույցներ եւ պատմական ակնարկներ։ Թղթակիցը նաև հարցազրույց է ներկայացրել երիտասարդ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի հետ։ Ինձ ողջունում են փողոցում, մոտենում, զրուցում։ Ես մեծ թվով նամակներ եմ ստանում երկրպագուներից, ասել է Հայաստանի հավաքականի անդամը։ Եվ հենց մեր շախմատային մեկնաբան Աղասի Իննանցին էլ հյուրընկալել ենք առաջին լրատվականի տաղավարում, երկու խոսքով մեկնաբանելու Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավաքնորդների մրցաշարի այսօրվա տուրը։ Բոլորիս իհարկե առաջին հերթին հետաքրքրում է Լևոնի ելույթը։ Բարի երեկո, Աղասի, գիտեմ, որ մինչև այս պահը հետևել եք Լևոնի խաղին եւ ինչպես է Լևոնի դիրքը այժմ, ինչպես է խաղում հայկական շախմատի առաջատարը։ Բարի երեկո, Շահան։ Այս պահին, ինչպես արդեն նշեցիք, Լևոն Արոնյանը եւ միմյանց հետ խաղում են Լևոն Արոնյանը եւ Բորիս Գելֆանդը։ Այս երկու շախմատիստները մտերիմ ընկերներ են, բնականաբար շատ լավ գիտեն միմյանց կարողությունները։ Սակայն շախմատը շախմատ, իսկ ընկերությունը ընկերություն։ Ինչպես տեսնում եք, պարտիայում ստեղծվել է բավականին հետաքրքիր դիրք։ Ասեմ, որ շախմատիստները խաղարկեցին թագուհու գամբիտ, նրանք այս սկզբնախաղը խաղում են դեռ իրենց պատանեկության տարիներից։ Լևոնը 7-րդ եւ 8-րդ քայլին կիրառեց բավականին հազվադեպ հանդիպող քայլեր, ինչը վկայեց այն մասին, որ Լևոնը տրամադրված է մարտական եւ ցանկանում է պայքարել։ Խաղարկվեց բավականին հետաքրքիր պարտիա, այս պահին պարտիայի 26-րդ քայլն է, խաղատախտակին ստեղծվել է հավասար դրություն, նյութական հավասարություն է տիրում, Լևոն Արոնյանը բնականաբար կփորձի ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար, պայքարը դեռ առջևում է, կողմերը ունեն Բորիս Գելֆանդին մնում է, ինչպես տեսակ Լևոնը կատարեց փիղ F7 քայլը առաջարկելով փղերի փոխանակում, եթե փղերը փոխանակվեն, կարող ենք ասել, որ Լևոնի դրությունը կլինի նույնիսկ մի փոքր հաճելի, ճիշտ է, սպիտակները ունեն անցողիկ զինվոր, փղերի փոխանակումից հետո կտեսնեք, որ կլինի անցողիկ զինվոր, սակայն Լևոնի խաղաքարերն էլ գտնվում են բավականին լավ դիրքերում, հետագայում Լևոնը կարող է խաղալ նավակ D3,
Վստահ կարող ենք ասել, որ Լևոնն այսօր չի պարտվի, ինչը նշանակում է, որ նա կշարունակի պայքարել առաջին տեղի համար։ Ինչու եմ ասում առաջին տեղի համար, որովհետև զուգահեռաբար ընթացող Մագնուս Կարլսենի պարտիայում Ինչ դրություն է նրա հիմնական մրցակցի Մագնուս Կարլսենի եւ Կրամնիկի խաղատախտակներին պարտիայում։ Մագնուս Կարլսենը այսօր ուժերն է չափում Վլադիմիր Կրամնիկի հետ, Մագնուսը խաղում է սև խաղաքարերով, ինչպես տեսնում եք, սպիտակներն ունեն առավել 2 զինվոր, ինչը նշանակում է, որ այստեղ ոչ ոքի համար պետք է պայքարի միմիայն Մագնուսը, սպիտակները ոչ մի ռիսկի ոչ մի գործոն չունեն, սակայն արդարության համար պետք է նշենք նաև, որ հավանականությունը մեծ է, որ այնուամենայնիվ Կարլսենին կհաջողվի հասնել իր նպատակին։ Մեզ մնում է սպասել, տեսնել ինչ կլինի, անկախ ամեն ինչից վստահ կարող ենք ասել, որ Լևոնը չի պարտվի, դա արդեն իսկ լավ է, կպայքարի միմիայն հաղթանակի համար, իսկ ինչ կստացվի ապագայում չգուշակենք։ Շնորհակալություն աղասի, հաջողություն մեր շախմատի առաջատարին, հիշեցնեմ աղասի 9-ներ մեր տաղավարում ներկայացնում Լևոն Արոնյանի պարտիան, որ հուսով ենք հաղթանակ է բերելու։ Այսքանը տաղավարում ձեզ համար աշխատում էր Շահանե Մերլումյանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն։